Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Եվ այսպես Եվրամիության արագ արձագանքման թիմը Հայաստան կգործուղվի ապրիլի սկզբին, առաքելությունը կազմված կլինի 9-ից 14 հոգուց։ Այս մասին հայտնում է Ազատությունը, վկայակոչելով տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։ Նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-ից 15 օր է անցկացնելու։ Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ Անվտանգության խորհրդի գրասենյակը կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան ու կարգավորումներ մշակեն։ Օժանդակության շահառուները նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն։ Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է խաթարել ժողովրդավարական ինստիտուտներն ու հասարակության վստահությունը։ Բրյուսելը այս գործողությունների մեջ թվարկել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները, միջամտությունը, կիբերսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը։ Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026-ի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին, նշված է Ազատության տրամադրության տակ հայտնված Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում։ Մարտի 16-ին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վերահաստատեց. Եվրամիությունը ընտրություններից առաջ Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման թիմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Ազատության հարցերին, ինչ սպառնալիքներ են կախված նախընտրական Հայաստանի գլխին եւ ինչով են եվրոպացիները օգնելու, օրինակ իր ղեկավարած կառույցին դրանք չեզոքացնելու համար նշել է. մեր կարիքները վերաբերում են կիբերանվտանգությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, ընտրությունների ժամանակ համացանցում քարոզչությանը, ֆինանսավորման վերահսկողության գործիքներին, ասել է Վահագն Հովակիմյանը։ Հայաստանին ըստ Հովակիմյանի անհրաժեշտ է միջազգային փորձը, որպեսզի կարողանան համացանցում կուսակցությունների օգտին վճարովի գովազդներ տեղադրողներին բացահայտել, պարզել, թե կեղծ լուրերի տարածումները ինչ հետագիծ ունեն եւ այլն։ Հանձնաժողովի նախագահը սակայն հրաժարվել է ասել իր նկարագրած գործընթացը այլ երկրից է ուղղորդվում եւ ֆինանսավորվում։ Ի տարբերություն հայ պաշտոնյաների, եվրոպացիները ուղիղ հայտարարում են Հայաստանին աջակցում են, որ պայքար մղվի ռուսական միջամտության դեմ։ Այսօր դարձյալ այս մասին խոսել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Կայա Կալասի կարծիքով այդ սպառնալիքների պատճառը Հայաստան-Եվրամիություն մերձեցումն է։ Որքան երկիրը մերձենում է Եվրոպական միությանը, այնքան ավելի հավանական է, որ այն կդառնա արտաքին միջամտության թիրախ։ Մենք դա տեսանք Վրաստանում ու ձախողեցինք պայքարը։ Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում ավելի քան 10 տարի, եւ մենք դա տեսանք Մոլդովայում անցած տարի, որտեղ Մոլդովայի իշխանությունների հետ աշխատելով մենք հաղթեցինք։ Ռուսական ֆինանսական աջակցությունը պրոռուսական ձայներին կազմում էր Մոլդովայի համախառն ներքին արդյունքի մոտ 2-ից 3%-ը, 200-ից 300 միլիոն եվրո։ Բայց Ռուսաստանի միջամտությունը չաշխատեց, որովհետև մենք միասին պայքարեցինք, հայտարարում է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Կայա Կալասը նաև շեշտել է, թե Մոլդովայում ընտրություններին ընդառաջ իշխանությունները շատ ակտիվ են եղել, խստացրել են ընտրակաշառքի պատիժը, աշխատել են հետախուզական ծառայությունների հետ, բացահայտելու միջամտությունը։ Իսկ այդ ամենում, ըստ եվրոպացի դիվանագետի, Եվրամիության փորձագիտական խումբը էական դերակատարություն է ունեցել։ Բրյուսելից հնչող այս հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անցած ամիս ուղիղ էր Մոսկվայի դժգոհությունը փոխանցել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին։ Լավրովը ռուսական հիբրիդային հարձակումների մասին պնդումները համարել էր առնվազն տարօրինակ ու առասպելական։ Հիշեցնեմ նաև, որ օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է հաստատել Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար մարդասիրական օգնության հերթական խմբականակի մատակարարումը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ Հայաստանի իշխանությունները դա բացատրել են այն հանգամանքով, որ նախընտրական շրջանում Հայաստանի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական օգնության տրամադրումը։ Այդ այսպես կոչված օգնությունը տրամադրվելու էր Ռուսաստանում գործող Եվրազիա կազմակերպության միջոցով։ Իդեպ հենց այս կազմակերպությունն է նաև ներգրավված եղել Մոլդովայի քաղաքացիներին մոլդովական ընտրական պրոցեսներում Ռուսաստանի օգտին շահագրգռելու հանցավոր շղթայում։ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը անցած շաբաթ հայտարարեց, թե տվյալներ ունի, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական ու կազմակերպչական հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։
Ոչ այս մարմինը, ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր չեն բացում, որ երկրում են ճնշում Հայաստանի քաղաքացիներին։ Հիբրիդային պատերազմի մասին իշխանության պնդումները, հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը, նրանց սատարող արտախորհրդարանական ուժերն ու հասարակական շրջանակները համարում են կեղծորակարգ, իսկ Եվրամիության աջակցությունը միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իդեպ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Տիանոսյանը հայտնել էր, որ անկախ դիտորդ դաշինքում տեսնում են, որ մայիսի վերջ հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ արտերկրից, հիմնականում Ռուսաստանից բերվող ընտրողներին դիմավորելու եւ տեղավորելու համար։ Եթե գործողությունները գնան մեր ունեցած ինֆորմացիայի սցենարով, ապա դա պարունակելու է քրեական օրենսգրքով արգելված արարքների տարեր ու պետք է խափանվի իրավապանների կողմից։ Ավելին, մենք եւս, բացի արտաքին հետախուզության ծառայությունից, ունենք Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, որոնց մասով անկախ դիտորդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը հոդվածով։ Քանի որ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ մատնանշված չի երկրի անվանումը, մի բան հարցնեմ, Հայաստանում կա մի պետական մարմին, որը հանգիստ կարող է արտասանել Ռուսաստան եւ ՖՍԲ եզրույթները։ Եզրափակել էր նա։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հույդան առաջիկա ընտրություններին կմասնակցեն Հայաստան դաշինքով, վարչապետի թեկնածուն էլ Քոչարյանն է, նա հայտարարել է, որ չի հանգստանա, մինչեւ այս իշխանությունը չհեռացվի։ Նա նաեւ նշել է, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե իր բարերով Պապայիսարև մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա։ Հետո Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկխոսության հրավեր արեց Հայաստանի միջազգային գործընկերներին եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին։ Ծառուկյանը ներկայացրել է ծրագրային որոշ դրույթներ, մասնավորապես առաջիկա քաղաքական գործընթացներն ու ընտրությունները չեն հանդիսանում աշխարհաքաղաքական ընտրություն ուժային կենտրոնների միջև։ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։ Ներքին բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն սահմանադրական ընթացակարգերի միջոցով։ Ծառուկյանը հետո նշել է, որ մոտ ժամանակներում կներկայացնի արտաքին քաղաքականության հայեցակարգը, որը հստակորեն ցույց կտա, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու հավասարակշռությունը, հուսալիությունը եւ կայունությունը գործընկերների հետ հարաբերություններում։ Մեր արտաքին քաղաքականության ռազմավարության հիմքում դրված է ռազմավարական ու կանխատեսելի հավասարակշռության վերականգնման սկզբունքը։ Հայաստանը գործընկերային հարաբերություններ է կառուցելու միջազգային բոլոր հիմնական դերակատարների հետ, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև հարևան պետությունների հետ։ Անվտանգության եւ խաղաղության հարցը հայ ժողովրդի համար ունի խոր պատմական հիմքեր, ասում է Ծառուկյանը։ Մեր առաջնահերթ նպատակը երաշխավորված ու արդար խաղաղության հաստատումն է։ Իշխանության ներկայացուցիչներն էլ պնդում են, թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը ձայները հավաքում են մի զամբյուղում այն Քոչարյանին տալու համար։ Վարչապետ Փաշինյանը այսօր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել, թե ինչու է քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխարինելը անկախություն։ Շատ ծանոթ թեթև է արվում իրական Հայաստանի գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Պատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար եւ պայմանական ջրի այդ մեկ մատակարարը ամեն օր ձեզ բերում է մի շիշ ջուր։ Երբ որ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100% է։ Եվ դրա մասին գիտեք եւ դուք եւ ինքը, որովհետեւ դուք ջրի ուրիշ մատակարար չունեք։ Սա նշանակում է, որ ջրի մատակարարը ձեր վրա ունի լծակ, օրինակ գնային առումով նա կարող է որոշակի գին թելադրել ձեզ եւ ունի լծակ մատակարարման առումով նա կարող է այլ ակնկալիքներ ունենալ բացահայտ եւ թաքնված եւ մատակարարումների ուշացումով, հետաձգումով որոշակի լուծումներ պարտադրել ձեզ։ Եվ կա նաեւ
ոչ այսպիսի կանխավարկած կա ուղղակի ֆորս մաժոր, այդ ջրի մատակարարի հետ կարող է պարզապես որևէ բան տեղի ունենալ, որ նա օբյեկտիվ պատճառներով նա կարող է հիվանդանալ, նրա հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, նա կարող է որևէ տեղ հայտնվել անազատության մեջ եւ պարզապես տեսանալ չկարողանալ բերել այդ ջուրը եւ հետեւաբար քիչը մի հոգի տվյալ դեպքում առաջացնում է ձեզ համար 100%-անոց կախվածություն։ Եթե դուք ունեք երկու մատակարար, այս նույն իրադրություններում ձեր մանևրելու հնարավորությունը 50%-ով ավելանում է։ Այսինքն դուք եթե մի մատակարարը փորձի գին թելադրել, դուք հնարավորություն ունեք երկրորդի հետ բանակցել եւ ընդ որում դրա մասին գիտեք թե դուք, թե առաջին մատակարարը, թե երկրորդ մատակարարը եւ հետեւաբար այստեղ ձեր մանևրի դաշտը որոշակիորեն մեծանում է եւ ձեր անկախության աստիճանը որոշակիորեն մեծանում է։ Եթե ջրի մի մատակարարի հետ ֆորս մաժոր դժբախտ պատահար անկանխատեսելի իրավիճակ տեղի ունենա, դուք կարող եք ձեր ակնկալած ջուրը ստանալ երկրորդ մատակարարից։ Եթե այս նույն իրավիճակում դուք ունեք 3 մատակարար, այս դեպքում ոչ միայն ձեր անկախության աստիճանը մեծանում է, այլ դուք լրացուցիչ լծակներ եք ստանում, որովհետև եթե նախկինում ձեր մի մատակարարը կարող էր գնի հետ կապված ակնկալիքներ ունենալ, այսինքն մտածել, որ կարող է բարձրացնել ձեր գինը, այս դեպքում արդեն լծակը ավելի պատահում է ձեր ձեռքում, որովհետև դուք կարող եք 3 մատակարարների հետ բանակցել գնի շուրջ, նրանց մոտ առկա այն մտավախությունը օգտագործելով, որ գուցե թե դուք որպես գնորդ հրաժարվեք իրենից եւ աշխատեք մյուսների հետ։ Եվ սա հետեւաբար ձեր անկախությունը էականորեն մեծացնում է։ Եվ այս բոլոր պարամետրերով ձեր անկախությունը առաջինը գնային քաղաքականություն վարելու ձեր հնարավորությունը, երբ որ դուք ունեք ընտրություն, թե ում հետ աշխատել եւ ինչալոց ումից ինչքան ձեռքբերում իրականացնել եւ որ պակաս կարևոր չէ, մատակարարումների հուսալիությունը ավելանում է։ Դա պատկերացրեք, դուք ունեք մեկի փոխարեն ոչ թե 3, այլ 4, 5, 6, 7 մատակարար։ Այդ դեպքում վստահաբար կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ եւ ժամանակին տեղ կհասնեն։ Եթե հանկարծ որևէ մեկը ճիշտ եւ ժամանակին տեղ չհասնի, դուք կարող եք նրանից պարզապես հրաժարվել եւ մեկից հրաժարվելով ի ցույց մյուսների պարտադրել, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ ժամանակին ձեզ ամենահարմար գնով եւ ձեզ ամենահարմար որակով։ Ահա թե ինչու է անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելը շատերից կախվածությամբ։ Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք։ Երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ մեկից կախված չեք։ Ահա ինչու ենք ասում անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Եվ այժմ զրուցելու եմ Restart քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ավագյան, նախ սկսենք նրանից, թե ինչու են օրինակ նման կանխարգելիչ գործառույթներով խմբերը կամ կարողությունների զարգացման համար խմբերը, որոնք օժանդակելու են, որպեսզի Հայաստանի կարողությունները զարգանան հիբրիդային գրոհների դեմ պայքարում, վերածվում ներքաղաքական լարվածության։
Վերացնում եմ, որովհետև քաղաքական ուժեր կան, որոնք որ այդ հիբրիդային հարձակումների մասն են, եւ եթե կա որևիցե ուժ, որը որ արդար եւ թափանցիկ ընտրությունների կանոնակարգով գնում է ընտրության, ինքը առասարակ մտածելու բան չունի։ Եթե կա որևիցե ուժ, որը որ չի ուղղորդվում Ռուսաստանի կողմից, եթե կա որևիցե ուժ, որը չի հանդիսանում օրինակ Ռուսաստանի շահերի սպասարկողը Հայաստանում մասնավորապես 26 թվականի ընտրությունների կոնտեքստում, իրենք առավել եւս պետք է ուրախանան, որ կա այդպիսի մի անկախ խումբ, որը որ քարտեզագրելու է այն հավանական սպառնալիքները, որոնք որ կան, եւ տրամադրի Հայաստանի պետությանը, որպեսզի մենք կարողանանք դրան առավել նորմալ եւ տեղին դիմակայել։ Քանի որ հակառակ ճամբարից պնդում են, որ սա միջամտություն է ներքին գործերին, չգիտեմ, եւ այլն աջակցություն իշխանություններին, քաղաքական ընտրական process-ներում, հասկանանք թե օրինակ այս արագ արձագանքման խմբի ներկայությունը որքանով է համադրելի Հայաստանի սուվերենության եւ այսպես ասենք, ներքին գործընթացների ինքնավարության հետ։ Տեսեք, միանգամայն համադրելի է, որովհետև այս արագ արձագանքման խումբը այնպես չի օրինակ Հայաստանի դեպքով ինքը ստեղծվել է։ Այսինքն հաշվի առնվել այն բոլոր պետությունների դեպքերը, որոնք որ ձգտում են դեպի Եվրոպական միություն, չեմ ասում ԵՄ անդամ դառնալ, եկեք դրանք տարբերակենք, հա, ոնց որ EU approximation, այսինքն դեպի ԵՄ ձգտելը եւ ընդհանրապես ԵՄ անդամ դառնալը տարբերակենք, բայց այն երկրները, որոնք որ ցանկանում են օրինակ զարգացնել իրենց երկիրը համապատասխան ԵՄ ստանդարտներին, ունենալ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, տարատեսակ աջակցություններ ստանալ տնտեսականից մինչև ամենատարբեր եվրոպական ինստիտուտներից եւ առավել կուր համագործակցություն ձևավորել եվրոպական երկրների հետ, այդ երկրները պատմականորեն բախվել են այնպիսի խնդիրներին, որոնց որ հիմա բախվում է Հայաստանը։ Եվ այս արագ արձագանքման խմբի գաղափարը ծագել է արկա խնդրից ելնելով, եթե այդ խնդիրները չլինեին, այս արագ արձագանքման խմբի անհրաժեշտությունը առասարակ չէր առաջանա։ Այսինքն սա կարելի է համարել, որ այս ասույթի ներքո որ տառապանքը փորձ ունի, կոպիտ ասած, եւ սրա հիման վրա է, որ այսպիսի խումբ ստեղծվում է եւ գալիս է Հայաստան։ Եվ նույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ այդ մոտավորապես 10 հոգուց բաղկացած խումբը, հա, որ որոշակի արձանագրումներ են իրականացնելու հիմնականում ինֆորմացիոն մակարդակում, ոչ թե դրանից դուրս մեծամասնություն դա ինֆորմացիոն եւ կիբերանվտանգության մակարդակում է։ Այսինքն դա էական ազդեցություն ինքնին չի կարող ունենալ գործընթացների վրա, դա ավելի շատ կոնկրետ, շատ կոպիտ դեպքերի քարտեզագրման, բացահայտման եւ հանրության դատի ներկայացման համար է։ Հիմա իրենք կներկայացնեն հանրության դատին որևիցե փաստ, հանրությունն է որոշելու, դա ինչքանով է արժանավորված, թե ոչ։ Այսինքն այնպես չի, որ այդ հիբրիդային խումբը ինչ ասեց, դա օրենք է հայ հասարակության համար, հա։ Հետևաբար ես չեմ կարծում, որ Հայաստանում բնական պարագայում կա որևիցե դերակատար քաղաքացիությունից սկսած մինչև ընդդիմադիր ուժեր, որոնք որ պետք է որևիցե առումով անհանգստանան, եթե իրենք ինքնին այդ հիբրիդային սպառնալիքների մաս չեն։ Տեսեք, ինչն է նաև հետաքրքիր։ Ես նշեցի, որ Հայաստանի իշխանությունները կամ ինստիտուտները չեն տալիս Ռուսաստանի անունը, երկրի անունը չեն տալիս, թե որտեղից է դա տեղի ունենում։ Երբ մենք վերջերս այդ նույն թեմաներով Եվրամիության կողմից կազմակերպված ճանաչողական այսով Մոլդովայում ենք եւ հանդիպում ենք այնտեղ տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներին, այդ թվում եւ նրանց ռազմավարական հաղորդակցության ղեկավարության հետ, նաեւ իրավապահ, քաղաքական նրանք ունեին նաև մի մոտեցման ձև, դե իհարկե հասկանալով տարբերություններ եւ այլն, ասում էին մենք միանգամից ստանալով տեղեկությունը, այսինքն ոչ միայն մենք արձագանքում ենք այդ հիբրիդային սպառնալիքին, գրոհին կամ արդեն տեղի ունեցածին, մենք նաև կանխարգելում էինք, մենք միանգամից դուրս ենք գալիս հանրություն եւ ասում ենք, որ սա եւ այսպես, հա, շատ անբանական, որ հանրությունն էլ հասկանա, որտեղից է գալիս, ինչի համար, ինչ հարց է փորձելու դրանով լուծվել։ Հայաստանի պարագայում այդպիսի բան չկա, հա։ Այսինքն եթե մեզ հրամցնելու են այդ ամեն ինչը, մենք կանխագուշակելու ենք, թե դա որտեղից է, թե մեզ տալու են հստակ ինֆորմացիա, որի արժանահավատությունը բերված փաստերով եւ այլն, հա, ներկայացրած ինստիտուտի կողմից, նոր մենք կհամարենք, այդպես է, թե այդպեսին չի։ Բայց եթե էլի այդպես վերացական, ինչ որ երկիր այսպիսի բան է հիմա պատրաստվում Հայաստանում անել, այլ այսպեսի բան լինի, ուրեմն սա սրա համար է, այս արդեն մի քիչ։ Տեսեք, ինչու են պետական ինստիտուտները խուսափում երկրի անունը հստակ տալուց։ Դա պայմանավորված է դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում տնային աշխատանքների չիրականացմամբ, որովհետև եթե պետությունը ցանկանում է ավելի ամուր դիրքեր ունենալ, ավելի վստահ այդպիսի հայտարարություններ անել, ապա պետք է լուծվել
լուծված լիներ արդեն մի շարք հարցեր։ Օրինակ էներգետիկ կախվածություն Ռուսաստանից 65%-ով։ Օրինակ արտաքին առևտրի 1/3-ը Ռուսաստանի հետ է։ Օրինակ հիմնական գյուղմթերքը գնում է Ռուսաստան։ Եվ այդ մարդիկ նույնպես ընտրող են, հա, մենք հասկանում ենք։ Եվ այս առումով մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը նույնպես հիմա փաստացի կարևոր տնտեսական գործընկեր է։ Եվ այս պայմաններում, երբ որ իրենք տնային աշխատանքը այնպես չեն իրականացել, որ նորմալ, այսինքն բաղականից ցեմենտված կերպով այդ դիվերսիֆիկացումը իրականացնեն, իրենք այլ ընտրանք չունեն, քան փորձեն գոնե Ռուսաստանին թշնամի չդարձնեն։ Այսինքն իրենց համար, պետական ինստիտուտների համար, մասնավորապես կառավարության համար մեկուսացած Ռուսաստանը, կտրված Ռուսաստանը, նեղացած Ռուսաստանը ավելի լավ Ռուսաստան է, քան թշնամի Ռուսաստանը, որովհետև այսօր թշնամի Ռուսաստանը մենք ուզենք թե չուզենք կարող է խնդիրներ ստեղծել։ Միևնույն ժամանակ մենք վերջի IRA-ի հարցումները ցույց են տալի, որ Հայաստանի բնակչության 43%-ը Ռուսաստանին համարում է Հայաստանի հիմնական գործընկեր։ Այսինքն մենք պետք է առերեսվենք նաև այն հանգամանքի հետ, որ հասարակական լայն շրջանակներում էլ կա այնպիսի մոտեցում, որ Ռուսաստանի հետ պետք չի հարաբերությունները փչացնել, բայց մարդիկ սա նրա համար չեն ասում, որ օրինակ չգիտեն, որ Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել, չգիտեն, որ օրինակ ռուս խաղապարների ներկայության պարագայում Արցախում էթնիկ զգտումներ տեղի ունեցան եւ այլն, իրանք գիտեն, բայց իրենք նաեւ գիտեն, որ օրինակ իր հորեղբայրը, ընկերը, կինը, մյուսը օրինակ լոլիկ են արտանում Ռուսաստան եւ այս պահին իրենք այլ ընտրանք չունեն եւ նաեւ իրենք գիտեն, որ օրինակ Հայաստանի այս անկախ պատմության մեջ եթե Ռուսաստանի հետ առևտուրը իր պիկին է, այսինքն թվերով, հա, այսինքն թվերը այստեղ խոսում են եւ մենք պետք է հասկանանք, որ հա կան քաղաքական գործընթացներ, բայց միևնույն ժամանակ կա տնային աշխատանք, որը որ մեր կողմից, կառավարության կողմից եւ առհասարակ Հայաստանի կողմից դեռևս չի իրականացվել։ Հետևաբար Հայաստանը այո, պետք է փորձի Ռուսաստանին թշնամի չդարձնի, որովհետեւ Ռուսաստանը կարող է վնասներ հասցնել Հայաստանին, ինչքան էլ որ ցավալի է դա ասել։ Սրանով է պայմանավորված, որ իրենք ամեն կերպ փորձում են այս թեման լղոզել, բայց բոլորն էլ հասկանում են իրենք էլ, որ այդ հիբրիդային սպառնալիքները հենց Ռուսաստանից են գալիս։ Իհարկե հիբրիդային սպառնալիքները միայն Ռուսաստանից չի, որ գալիս են։ Այստեղ Ադրբեջանն է կա օրինակ իր ինֆորմացիոն հարձակումներով եւ այլն, բայց ընտրությունների կոնտեքստում առավել մեծ դերակատարություն ունի հենց Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ Եվրամիության մեր գործընկերները ավելի շատ հետաքրքրված են հենց ռուսական ազդեցությամբ այստեղ եւ նաեւ ինքնիշխանության ձգտող հասարակության սեգմենտը եւ նաեւ երևի թե պետական ինստիտուտների որոշակի հատվածը իրենք էլ այս առումով ԵՄ-ի հետ շահերը հատվում են։ Հետևաբար իրենք համաձայն են, որ ԵՄ-ն օգնի եւ այլն, բայց փորձում են լարախաղացի նման այնպես անեն, որ Ռուսաստանը թշնամի չդառնա։ Բայց ես էլ եմ ասում, սա ոչ թե ցանկությունների մակարդակով, այլ նրա մակարդակով մարդիկ չգիտեն, որ օրինակ արժի ռուսական ազդեցությունը նվազեցնել։ Այլ պետությունը, կառավարությունը ինչքան ի վիճակի է եղել դա նվազեցնել, այդքանի պտուղներն էլ մենք հիմա քաղում ենք եւ պետքա սրա հետ մենք անկեղծ լինենք։ Ուղղակի վատ իրավիճակը հիմա մեր համար որն է, որ այս գալիք ընտրություններում չկան այնպիսի ուժեր, որոնք որ օրինակ ռեալ ուժեր են ու ասում են, այ օրինակ մենք կախվածությունները ավելի արագ կնվազեցնենք, կդիվերսիֆիկացնենք, չկան, որովհետև կա հիմա դանդաղ դիվերսիֆիկացնող ուժի եւ ընդհակառակը հարաբերությունները խորացնող ուժերի միջև ընտրություն եւ այս ապաթիան, որ հասարակության շրջանում կա, հենց սրանով էլ պայմանավորված է, ու սա է գլխավոր խնդրեմը մեր։ Շատ լավ, ասում եք անունը տան չտան, այնուամենայնիվ մենք գիտենք ում մասին է խոսքը, հաշվի առնելով նաև մեր գլխին եկած է, այսպես ասած, եւ այս հիբրիդային արագ արձագանքման խումբը, որ գալիս է Եվրամիությունից, շատ քաղաքական դերակատարներ դա բնորոշում են միջամտություն, ինչպես նշեցի, դե այս մի կողմից ասում են, սա մեր հենց հակառակը, հա, ընտրական քաղաքական process-ները զերծ միջամտություններից պահելու համար է, իսկ սա ռիսկ ունի ավելի խորացնելու աշխարհաքաղաքական, այսպես ասենք, բաժանումը, հա, մեզանում։ Չեմ կարծում, որ այդ խումբը հիբրիդային սպառնալիքների դեմ ուղղված այնքան դեր ու նշանակություն ունի, որ էական ազդեցություն ունենա այդ հարաբերությունների խորացման մեջ։ Օրինակ, եթե մենք խոսենք ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին, ԱՊ-ից դուրս գալու մասին, սրանք ռեալ գործընթացներ են։ Բայց սա ուղղակի օգտագործվում է որպես քարոզչական հնարք պրոռուսական ուժերի կողմից, որովհետեւ իրենք ուղղակի առավելագույն ձայներ հավաքեն իշխանություններին ներկայացնելով որպես արևմուտքի դրածոներ, այսինքն որպես ինքնիշխանության հետ կապ չունեցող դերակատարներ եւ ներկայացնելով որ իրենք են։ Այսինքն սա ներքաղաքական թեմա է։
Ես չեմ կարծում, թե իրենք սա ազդեցության այդ հիբրիդային խմբի այդքան մեծ նշանակություն տալիս է, ուղղակի օգտագործում են առիթը, որպեսզի կառուցեն քարոզչական թեզեր եւ հնարավորինս ընտրազանգվածի ավելի լայն շրջանակ ներգրավեն 26 թվականի ընտրությունների ժամանակ։ Շատ լավ, եթե որպես նաև թարմ կամ վառ օրինակ անդադի շտակվում է Մոլդովան, չէ՞։ Եվ մենք տեսանք այնտեղ արդյունքները, որտեղ մեծ ազդեցություն ունեցավ մոլդովական, այսպես ասենք, սփյուռքը, որը այսպես ասած կանխորոշեց այդ արդյունքները, հա, ելքերը։ Եվ դուք հիշատակեցիք IRI-ի հարցումները 43% Ռուսաստանի մասով, հա։ Դա ուզում եմ հասկանամ մեզ մոտ, եթե այդ շատ պատկերավոր ասած այդ լոլիկ արտահանողը այդ տրամաբանություն ամեն ինչ իմանալով, բայց այդ տրամաբանությունից ելնելով, հա, Ռուսաստանին համարում է մեզ համար դեռևս այդ առանցքային գործընկերը, այդ 43%-ը, ով ասաց, որ նրանք ընտրություն անելու ժամանակ պետք է առաջնորդվեն ոչ թե այդ տրամաբանությամբ, այլ այն, ինչ տեղի ունեցել օրինակ մեզ հետ, կամ այն, ինչ կա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, կամ Հայաստանի հռչակած արտաքին պետական քաղաքականությանը համահունչ։ Նախ այդ 43%-ը վերաբերում է Հայաստանում բնակվող մարդկանց։ Երկրորդիվ ԱՄՆ-ն որպես հիմնական գործընկեր ընդունում է 42%-ը, բայց այստեղ B%-ի այդ տարբերությունը կարելի ասել չկա, որովհետև հետազոտության մեթոդաբանությունը այնպեսին է, որ շեղումը 3%, այսինքն 3% այս կողմ այն կողմ է, հետևաբար կարելի ասել, որ ժողովուրդը հավասարապես եւ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին համարում է որպես հիմնական գործընկեր։ Գործընկեր համարելով մենք չպետք է սա շփոթենք այն հանգամանքի հետ, որ այն մարդը, որ ասում որ Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է, նա ռուսամետ է։ Եվ նաև հենց իշխանության վարկագիծը ինչու է այսպեսին, որ կոնկրետ Ռուսաստանի անունը չեն նշում, հայտարարում են, որ այսինքն այս իշխանությունները ինքնին չեն էլ ընկալվում որպես հակառուսական իշխանություն։ Այսինքն այս իշխանությունները ընդհանրապես այս արկա քաղաքական ներկայապնակի մեջ ընկալվում են որպես ոչ ռուսամետ, այսինքն փորձում են իրենք բալանսավորեն, բայց այնպես չի, որ Ռուսաստանին դեմ են։ Իսկ կան հստակ ուժեր, ովքեր որ այդ են հիմնական ուժերն են, ովքեր որ խաղաղություն իրենք պատկերացնում են երաշխավորով։ Եթե իրենք քաղաքական ուժն ասում են խաղաղություն պետք է լինի երաշխավորով, այդ ռուսամետ ուժերն են։ Այդ ռուսամետությունը եւ այն, որ Ռուսաստանը դեռևս այս քաղաքական եւ տնտեսական կոնտեքստում պետք է Հայաստանի հետ ունենա նորմալ հարաբերություններ, դրանք տարբեր բաներ են։ Շատ մարդիկ, ովքեր որ այդ 43%-ի մեջ են, հենց գործող իշխանությանն էլ կընտրեն։ Տարբեր մարդկանց էլ կընտրեն մյուսներին, բայց սա պետք չի այդ ռադիկալ ռուսամետության հետ շփոթել։ Ռադիկալ ռուսամետությամբ արկա ուժերը մոտ 20% են Հայաստանում, որ ռադիկալ ռուսամետ են, այսինքն իրենք ամեն առումով պատկերացնում են, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է եւ այլն։ Այսինքն այդ 43%-ի մեջ շատ տարբեր մարդիկ են։ Նույն այդ 43%-ի մարդը նաեւ կարող է համարել, որ ԱՄՆ-ն է Հայաստանի նաև հիմնական գործընկեր, այսինքն երկուսի անունն է տալ ինքը այդ ռեսպոնդենտը։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ հայ հասարակությունը ընդհանուր առմամբ դիվերսիֆիկացում է ուզում։ Ուզում է նորմալ հարաբերություններ եւ արևմուտքի եւ հյուսիսի հետ, այսինքն հասարակական ընդհանուր պատկերը սա է մեծամասնության։ Ձեր նշած նաև գուցե ուժերի ներկայացուցիչներ ասում են, որ պետք չէ վերածել այս ընտրությունները աշխարհաքաղաքական ընտրության, հա։ Սա ներքին process է, չգիտեմ ինչ է։ Ու դրան զուգահեռ, ինչպես դուք նկատեցիք, Բալկանին ընդգծված Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ, հա, ավելի խորը հարաբերությունների տրամաբանության մեջ թե Գագիկ Ծառուկյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը, բայց միաժամանակ ասում են սա աշխարհաքաղաքական ընտրություն չէ, այս տրամաբանությունը բա ինչպես հասկանանք։ Դա որովհետև իրենց ձեռք չի տալիս այս բացահայտել իրենց իրական նպատակները։ Հանուն անկեղծությամբ պետք է ասենք, որ եզակի ուժը, որ անկեղծ այդ ամեն ինչի մասին խոսում է, Ռոբերտ Քոչարյանն է, որ ուղիղ ասում է, մենք պետք է նախաձեռնենք որոշակի գործընթացներ միութենական լինի, Ռուսաստանից այն կողմ այդ ամեն ինչ անիմաստ է, թրիփը հիբրիդային, ոչ թե հիբրիդային, այլ առասարակ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, այսինքն ամենաանկեղծ ռուսամետ ուժը այս պարագայում Ռոբերտ Քոչարյանն է եւ կարելի ասել խաղադրույքը ինքը հենց դրա վրա էլ արել է, որ այդ ակտիվ ռուսամետ ուժերը համախմբվեն եւ ընտրեն իրեն։ Եվ այս առումով այդ մնացած ուժերը, որ ասում են եկեք սա չդարձնենք արտաքին քաղաքական եւ այլն, դա իրենց ձեռք չի տալիս դրա համար, որովհետեւ իրենք ունեն հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում։
իրենք մեկնաբանում են այնպես, որ Հայաստանն է դեռ հարաբերությունները փչացրել Ռուսաստանի հետ, դրանով է պայմանավորված այս արհավիրքները, որ մենք ստացել ենք, իրենք ամեն կերպ սրբագրում են Ռուսաստանին։ Օրինակ, ասում են ՀԱՊԿ-ը իր պայմանագրային պարտավորությունները չկատարեց, երբ որ ջերմուկի վրա արձակվեցին 22 թվականին, ասում են Հայաստանը այս հոդվածով չդիմեց, այն հոդվածով, այսինքն իրենք անում են Ռուսաստանի փաստաբանություն, իրենք Ռուսաստանի ներկայացուցիչներն են այստեղ։ Դա է պատճառը, որ իրենք ամեն եղանակով խուսափում են այդ թեմայից, ասում են դե եկեք տնտեսությունից խոսենք, մնացած հարցերից խոսենք, արտաքին քաղաքականությունից չխոսենք, բայց իրենք թաքուն այդ արտաքին քաղաքականները իրականացնելու են ընտրվելու պարագայում։ Լավ, եթե Քոչարյանն է ամենաընդգծված, այսպես ասենք, ռուսամետ ուժը, մնացածը տենց փոքր դիրքավորումներով փորձում են իրանց գուցե շատ տենց ակնհայտ չպահել, բայց այնուամենայնիվ նույն օրինակ եթե վերցնենք ուժեղ Հայաստանը, հա, ինչ նպատակադրում ունեն նրանք, այսինքն փորձենք մի հատ վերլուծել, գալ եւ համանդրական փոփոխություն չէ իրականացնել, իշխանություն վերցնել համանդրական փոփոխություն անել, որպեսզի Կարեն Կարապետյանը կարողանա լինել Սամվել Կարապետյանը լինել վարչապետ։ Դրա համար անհրաժեշտ է 65-60+ ձայն։ Մանդատների 2/3։ Ահա։ Եթե այսքան համանդրական փոփոխություններ անելու համար այդքան ձայն է, քեզ այդքան ներկայություն է պետք։ Դա տեղի չունենալու դեպքում այս հարցին ոչ մեկ չի պատասխանում, հա։ Դրանից ցածր հավաքելու դեպքում, հա, ենթադրենք 50+ ինչ որ մի բան։ Ում են լինելու այդ ձայները։ Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ փոխանցվելու են ինչ որ մեկին այս դեպքում, հա, այդ ինչ որ մեկը իրեն դիրքավորում է որպես միակը եւ անկրկնելին բոլոր առումներով։ Եվ այդ ինչ որ մեկն էլ դուրս է գալիս ռուսամետն է ամենաընդգծված։ Բա նրանց որ ռուսամետ լինել էլ ոնց տարբերվեց։ Հիմնական այո, խնդիրը հենց դա է, որի շուրջ իրենք անկեղծ ուղիղ բանավեճի մեջ չեն էլ մտնում։ Իրենք ահանդատ կրկնում են, որ իրենց տեխնացուն Սամվել Կարապետյանն է, բայց ինչպես դուք նշեցիք, մանդատների 2/3-ն է անհրաժեշտ, որ իրենք այդ սահմանադրական օրենքի փոփոխություն իրականացնեն, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա դառնալ վարչապետ։ Բայց դա բոլորն է հասկանում, որ անհնար է։ Այսինքն նույնիսկ ամբողջ ընդդիմությունն է հայտարարում բոլորը, նույնիսկ Քոչարյանը, այդպես չկա այնպեսի մի ուժ, որը միայնակ կարողանա դա իրականացնել։ Այսինքն իրենք դա ընդունում են, բայց միևնույն ժամանակ դնում են այնպեսի նպատակ իրենց առաջ, որի համար իրենց անհրաժեշտ է մանդատների 2/3-ը։ Հետևաբար այո, այստեղ վտանգ կա, որ իրենք կարող են իրենց ձայները փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ ինչպես իր վերջի ելույթի ժամանակ, որտեղ իրեն հայտարարեցին, հա, որպես Հայաստան Դաշինքի տեխնացու, որի համար կարծում եմ ամենաշատը ուրախացել են ԿՊԱ-ականները այս օրերին, իրենք ինչ էր ասում Ռոբերտ Քոչարյանը, որ կառավարման փորձ, տնտեսական կառավարման փորձ, Հայաստանում դες մի հոգի չկա, որ նույնպես փորձ ունի, եւ սա մեսիջ է բնականաբար, ինքը նաև տնտեսականն է նշում, իսկ մեր ուժեղ Հայաստանի հիմնական մեխը հենց տնտեսական կառավարման փորձի վրա է, այսինքն այստեղ ինքը ցույց է տալի, որ միևնույնն է, ես կապ չունի, ինչքան տոկոս կհավաքեմ, ես եմ այն մարդը, ով պետքա լինի, այսինքն սա նույնիսկ Գյումրիի սցենար չի, որովհետև Գյումրիի սցենարում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմության տեխնացուին ընտրեցին, իսկ այս պարագայում, այսինքն ձայներն էլ կապ չունի, ինքը զուտացնում է, ես ամենան եմ, պետք է ինձ ընտրեք։ Գալիս էր ենթատեքստով դա այդպես է գնում։ Միևնույն ժամանակ այնտեղ նաև քննադատական խոսք գնաց ենթատեքստով հենց ուժեղ Հայաստանի, որտեղ ինքը ասաց, որ այո, տնտեսական հարցերը բան կարևոր են, բայց մարտահրավերային հիմնականը անվտանգային հարցերը, որի որ էլի ոնց որ ամենակարողը ես եմ այս հարցով։ Այսինքն այս առումով ես կարծում եմ հիմա ամբողջ լրատվական դաշտը ուժեղ Հայաստանի անունից հանդես եկողներին պետք է հենց այս հարցը տա։ Դուք օրինակ եթե ձեր 2/3-ը չեք անում, արդյոք ընտրում եք Քոչարյանին, որովհետեւ մարդիկ հասկանում, որովհետեւ Քոչարյանի ընտրությունը դա անձի ընտրություն չի, դա քաղաքականության ընտրություն է։ Իսկ այդ քաղաքականությունը դա համարելն է Վաշինգտոնյան հռչակագրից բխող նոր անվտանգային ճարտարապետությունը ընդհանուր մարտահրավեր, դա արդեն Ռուսաստանի հետ ավելի խորացված հարաբերությունները ընդունվում միջև այդ միութենական պետությունը եւ այլն, բելարուսացման կարգավիճակը, մյուսը։ Հետեւաբար ես կարծում եմ հիմա պետքա սլակներ ուղղել դրա վրա, հասկանալ ուժեղ Հայաստանը այս ելույթից հետո ինչ դիրքորոշում ունի։ Եթե իրենք խուսափեն այս հարցերին չպատասխանեն, արդեն պետքա այո ենթադրենք, որ գուցե իրենք այս դրա համար աշխատում են, որ Քոչարյանի ձայներ տան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Restart քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանն էր։